Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի Սուրբ Խաչ եկեղեցում նախորդին հոգեհանգստի կարգ է կատարվել 99 տարեկան հասակում կյանքից հեռացած ականավոր ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի հոգու հանգստության համար։ Աղոթքին ներկա են եղել նրա հարազատները, ընկերները, գործընկերներն ու երկրպագուները, հասարակական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրափ arczepiskopos Ներսիսյանն իր ցավակցությունն ու մխիթարանքի խոսքն է ուղղել ներկաներին, ընդգծել, որ Սիմոնյանը մեծ աշխատավոր էր, ով խորը հետք է թողել մարդկանց սրտերում և սպորտի պատմության մեջ։ Որպես իր ժողովրդի արժանի զավակ նա հպարտությամբ իրեն հայ էր անվանում և որպես Ռուսաստանի ճանաչված զավակ սիրում էր նրան և այդ սերը փոխադարձ էր։ Անձամբ ինձ համար Նիկիտա Պավլովիչը, որին ես երբեմն դիմում էի իր իսկ հայկական անունով Մկրտիչ Բողոսովիչ, մտերիմ թանկ մարդ էր, նշել է Եզրա Սրբազանը։ Իսկ այսօր Նիկիտա Սիմոնյանի հրաժեշտի արարողությունը տեղի է ունենում Սպարտակի տնային մարզադաշտում Լուկոյլ արենայում։ Նիկիտա Սիմոնյանը կհուղարկավորվի Վագանկովայա գերեզմանատանը։